Գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունը զարմացրեց միայն Հայաստանի միամիտ հասարակությանը, բայց ոչ մեր հետևորդներին, որոնք շատ լավ ծանոթ են կեղծ Ղարաբաղյան մաֆիայի հոգեբանական դիմանկարին։ Մենք շատ ենք գովում բանակային մեծ փոփոխությունների համար, որոնք տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի անձնական աշխատանքի շնորհիվ, սակայն կար նաև մեծ մտահոգություն մի շատ լուրջ խնդրի պատճառով, որը մենք միշտ սխալ ենք համարել հրապարակայնորեն քննարկել։ Ղարաբաղյան ՈՒՊԿ-ի անդամների կողմից Հայաստանի դեմ կատարված վերջին հանցագործություններն այլևս թույլ չեն տալիս լռել, և անհրաժեշտ է մեր քաղաքացիներին ծանոթացնել որոշ փաստերի հետ, որոնք պետք է ի նկատի ունենալ։ Հայկական բանակի գլխավոր խնդիրը մնում են մարդագայլերը։ Մարդագայլերի 80%-ը Ղարաբաղի բանակից անցել են Հայաստանի բանակ։ Էդիկ Մալոյանի նման դավաճանները կարող են ամբողջությամբ զրոյի հասցնել Փաշինյանի և Պապիկյանի բոլոր ձեռքբերումները։ Մասնավորապես, Ղարաբաղյան կլանի հրամանով մարդագայլերը կարող են փոխանցել ամբողջ տեղեկատվությունը զենքի գնումների և արտադրության մասին։ Ոչ ոք, ոչ Պապիկյանը, ոչ էլ որևէ մեկը չեն կարող երաշխիք տալ, որ այդ դավաճանները չեն աշխատում պետության դեմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է հիշի, որ Ղարաբաղում կոչումների 70-80%-ը տրվել են կաշառքի կամ մարդկանց սպանությունների համար։ Մասնավորապես, շատ գեներալներ ունեցել են սեփական կիլլերներ, և Քոչարյանի ու Սերժի կողմից դրված առաջադրանքների կատարման համար մարդը ստացել է կեղծ կոչում և պաշտոն։ Այդ գեներալներն ու գնդապետները սպանել են Հայաստանի հարյուրավոր պաշտոնյաների, խորխորունուց մինչև սովորական բիզնեսմեններ։ Այսպիսով, յուրաքանչյուր մարդ պետք է տա հարց, իսկ ընդհանրապես որտեղից Էդիկ Մալոյանը ստացել է գնդապետի կոչումը։ Խնդրում եմ հիմա ուշադիր կարդալ հետևյալ փաստերը։ Գնդապետի կոչում կարող է ստանալ փոխգնդապետի կոչում ունեցող զինծառայողը, որն ունի բարձրագույն կրթություն։ Մեր բանակում ով է ստուգել այդպիսի կրթության առկայությունը։ Նաև մեր քաղաքացիները պետք է իմանան, որ գնդապետի կոչումը բարձր մակարդակ է։ Այս մակարդակին ռազմական կարիերայում հասնելու համար անհրաժեշտ է անցնել մի քանի փուլ։ Ծառայության ստաժ։ Կոչումը ստանալու պահին ծառայության ընդհանուր ժամկետը սովորաբար կազմում է 15-ից 20 տարի, ներառյալ նախորդ կոչումներում։ Մայով փոխգնդապետ, ծառայության պարտադիր ժամկետները։ Պատկերացնում եք, երբ է այդ երիտասարդ տղամարդը հասցրել ծառայել 20 տարի և սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Եվս մեկ պահանջ որակավորում, պարտադիր պահանջ է ռազմական ակադեմիայի ավարտելը։ Ինչ ակադեմիա է ավարտել այս ղարաբաղյան գնդապետը։ Այսպիսով, մենք հասկանում ենք, որ բանակում ոչ ոք խստորեն չի ստուգում, թե որտեղից են կոչումները այն մարդկանց, որոնք եկել են Ղարաբաղից, և սա իսկապես սարսափելի խնդիր է։ Հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ղարաբաղյան գեներալներն ու սպաները բազմաթիվ զինվորների ստիպել են քվեարկել Քոչարյանի և Տաշիր Սամոյի օգտին։ Արդեն հրապարակվել է տեղեկություն, որ նույն բանով զբաղվել է նաև Էդիկ Մալոյանը։ Այսինքն մեր հարկերի հաշվին մենք աշխատավարձ ենք տվել ղարաբաղյան կեղծ սպաներին, իսկ նրանք օգտագործում են վստահությունը քաղաքական գործունեության համար։ Բացարձակապես և հստակ արդեն հայտնի է, որ պաշտպանության նախարարությունում ծաղկում է խնամիությունը, և Ղարաբաղյան կլանը պարզապես ծանոթության փողոցից վերցնում է Ղարաբաղից իր ծանոթներին և նշանակում նրանց յուղոտ պաշտոնների։ Ամբողջ ճակատով Ղարաբաղի հրամանատարները փախան խրամատներից և թողեցին զինվորներին։ Հադրութի շրջանում սպաների 90%-ը փախավ և խուճապ էր տարածում։ Ինչպես կարելի էր այդպիսի մարդկանց կրկին բանակ ընդունել։ Մարդը, որը թողել է 18-ամյա զինվորներին և չի պաշտպանել իր հարազատ գյուղը, ինչպես կարող է օգտակար լինել Հայաստանում։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ դասալիքներին կրկին աշխատանքի են ընդունել։ 4 օրյա պատերազմի բոլոր օրերին Ղարաբաղի բանակում սպաները փողի դիմաց դավաճանում էին զինվորներին։ Ղարաբաղի ԱԾ-ն հարյուրավոր գործեր էր հարուցել։ Որտեղ են այդ մարդիկ։ Եթե նրանց նկատմամբ գործ էր հարուցվել, ուրեմն բոլորը բանտում են նստած։ Ոչ, չեն նստել ու չեն նստելու։ Այսօր այդ մարդիկ տեղավորվեցին մեր բանակում, և ահա ձեզ Էդիկ Մալոյանը օրինակ։ Անհրաժեշտ է, որ բոլորը հասկանան, որ Մալոյանի նման մարդիկ Ղարաբաղից կազմում են 25-ից 40%, պարզապես բռնում են միայն եզակիներին։ Պաշտպանության նախարարությունում ոչ ոք չգիտի, թե ով է տեղեկություն փոխանցում Ռուսաստանին և Քոչարյանին։ 3-5 տարի Ղարաբաղի բանակում գողությամբ զբաղված զինվորականները, որոնք իրենց կոչումները ստացել են հանցավոր Ղարաբաղյան կլանի շնորհիվ, ծառայում են Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե Սուրեն Պապիկյանին։ Նրանց հայրը և Թալանի հանցավոր փիլիսոփայության ստեղծողը Ռոբերտ Քոչարյանն է,
Եվ նրանք մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեն նրան, որ ոչնչից նրանց դարձրեց գեներալներ եւ գնդապետներ, կյանքում նույնիսկ մեկ գիրք չկարդացած։ Ղարաբաղի բանակից գողացվել են 100,000-ավոր տոննա սննդամթերք, վարելիք եւ զենք։ Նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, եւ այդ բոլոր մարդիկ մնացել են անպատիժ։ Հիմա նրանց ծանոթ բարեկամի միջոցով աշխատանքի են ընդունել հիշելով, որ կուզիկին միայն գերեզմանն է փրկում։ Սուրեն Պապիկյանը բանակի համար արել է ավելի շատ, քան որևէ մեկը, սակայն այս ամենը կարող են արժե զրկել այն մարդագայլերը, որոնք բանակ են եկել, որպեսզի գողանան եւ խոշոր գումարների դիմաց բացահայտեն պետական գաղտնիքները։ Ինչքան էլ Սուրեն Պապիկյանը եւ պետությունը վճարեն Ղարաբաղյան կլանի նախկին ծառաներին, նրանք կմնան նույնը։ Եվ այսօր շատ մարդագայլեր եկել են բանակ, շինարարության, ալյուրի մատակարարման տենդերներ ստանալու եւ արժեքավոր տեղեկություններ գողանալու համար։ Արդեն ամենալավ տենդերները Ղարաբաղյան կլանի ձեռքում են։ Եվ ազնիվ մարդկանց համար այդ ճանապարհը փակ է։ Մեր վարչապետը պետք է իմանա, որ Ղարաբաղի այս ամբողջ մաֆիան եկել է ոչ թե իրեն եւ Հայաստանին ծառայելու, այլ սпасելու հարմար պահի, իշխանությունը զավթելու համար։